Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Ինչ վտանգավոր հիվանդությունների դուռ է բացում քրոնիկական անքնությունը։ Վատ եւ չստացված քունը չլուծված հոգեկան տրավմայի հետևանք է, թե խոճապային նոպաների դրսևորում։ Որոնք են այն մտքերը, որոնք ամենից հաճախ մարդկանց արթուն են պահում։ Ինչ առողջական աղետներ են սպասվում գիշերային մարդկանց։ Մի խոսքով, ինչպես վերջ դնել անքնություն կոչված տառապանքին եւ ունենալ որակյալ եւ անվրդով քուն։ Հյուրս կյանքի որակի կենտրոնի հիմնադիր, էպիգենետիկ, հոգեսոմատիկ, օնկոպսիխոլոգ Գեորգի Ավագյանն է։ Նա շատ կարևոր ասիլիքով է եկել։ Մնացեք մեզ հետ։ Որովհետեւ միջև քնելը մարմինը թույն է հավաքում։ Դուք ինչպես եք կարողանում բուժել անքնությունը, ուրիշի հարցերն եք լուծում։ Իրան ապագան է բացվում։ Ինչու են որոշ մարդիկ գիշերը ժամը 3-ի 4-ի կողմերը անպայման արթնանում։ Բայց այդ ժամանակ իր մեջ միացվում է միտք, որ ես անցալում ու սկսում են դեղեր խմել, որ 8 ժամ քնեն ու դառնում են բادرջան։ Ես սեանսի ժամանակ, այդ անքնություն ժամանակ, ես փոխում եմ, որ ինքը գնա հարցերը որոշի։ Խոսենք անքնությունից առաջացող վտանգավոր եւ անբուժելի հիվանդությունների մասին։ Ու ասում եք, ես խոստովանում եմ բոլոր մտքերիս, որը ապահովում է իմ անվտանգությունը։ Խորոշ ինչու է։ Ձեզ չի եղել, որ արտահայտվել եք ու հետո փոշման եք։ Եթե դուք չեք եղել, տատն ա եղել, որովհետեւ նման դիրք է եղել։ Ու խորոշ ինչու եք, գլուխը տանում եք մինչև վերջ, ուսը եւ գլուխը, ու խորոշ ինչու եք։ Բարև ձեզ, պարոն Ավագյան։ Բարև ջան։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն եք եւ կարծում եմ, որ հետաքրքիր եւ միևնույն ժամանակ բացառիկ զրույց ենք ունենալու։ Ես էլ եմ այդ մտքին։ Համակարծիք եք։ Տրամադրությունը ինչպես է ձեր։ Угадайс 3 раз։ Ֆանտաստիկ։ Երևում է։ Պարոն Ավագյան, խոսելու ենք կարևոր երևույթի մասին։ Երևույթ, որը շատերի կյանքի որակը փոխում է։ Օրվա ռիթմը փոխում է, մարդ իրեն օրվա ընթացքում գրեթե միշտ հոգնած է զգում, անընդհատ ուզում է ցերեկները քնել եւ փորձում է վերականգնվել, այնինչ չի ստացվում։ Այնինչ դրա պատճառը անորակ քունն է, այսինքն գիշերը նա չի կարողացել լավ քնել։ Խոսելու ենք անքնության մասին։ Ինչ է իրականում կատարվում մարդու օրգանիզմում, երբ մարդը չի կարողանում գիշերը պարզապես քնել։ Ես ով գալիս այդ խնդրելով ինձ մոտ, ես իրան հարցնում եմ, ինչ պլաններ ունես անցյալի վրա։ Հետո ինքը ուժը ասում է, ոնց ունեմ պլաններ անցյալի վրա։ Որովհետև չի որոշված հարցեր կա, որ դու անդադ անցյալում ես։ Եվ դու էներգիան միշտ ծախսում ես անցյալի վրա, ոչ ապագայի վրա։ Դրա համար քնած ժամանակ կամ միջև քնելը ուղիղ չի անջատում, ասում եմ որոշի հարցերը, հետո դավայ քնենք։ Իսկ եթե հարցերը որոշված են։ Եթե հարցերը որոշված է, անքնություն չի լինելու, ուզում ես պայթի։ Դուք ինչպես եք կարողանում բուժել անքնությունը, ուրիշի հարցերն եք լուծում։ Դե ես բժիշկ չեմ, որ բուժեմ։ Ես իրան վերադարձնում եմ անցյալ, ինչ պլանները ապագայում դեպի ապագա։ Դու չես կարողացել որոշես։ Ու մենք գնում ենք որոշում այդ հարցերը։ Կամ անջատում, որ ես ատմենա եմ անում այդ հարցերը որոշելու համար։ Ու այդ ժամանակ սկսում է թարմանալ։ Ուժը ուղիղը չի ծախսում էներգիան անցյալի վրա։ Իրան ապագան է բացվում։ Նաև մեզ հարց են գրել, հարցը հետևյալն է. ինչու են որոշ մարդիկ գիշերը ժամը 3-ի 4-ի կողմերը անպայման արթնանում։ Դե որովհետև եթե ինքը քնում է ժամի 11-ին, առաջի փուլը քնելու, դա 4 ժամն է։ Դաժե Գիտլերի, Ստալինի ժամանակ գեներալները քնում էին 4 ժամ, որովհետև դա հերիք է, որ մարդը վերակայնվի։ Դրա համար իրանք մեկը 3:30 արթնանում, 2:30, բայց 3-ի մոտ, որովհետև քնում են կամ 11-ին, կամ 12-ին։
Դա ինչպիսի ազդանշան է, որ այդ ժամին արթնանում է։ Ազդանշան ստեղ չկա։ Я выспался։ Ինձ հերիք է, всё, ես ուժեղ եմ։ Բայց այդ ժամանակ իր մեջ միացվում է միտք, որ ես անցյալում 8 ժամ եմ քնել։ Նաշից իմ մոտ անքնությունը։ Ու սկսում են դեղեր խմել, որ 8 ժամ քնեն ու դառնում են բادرջան։ Չէ, արթնացել ես, նաշից հերիք է։ То есть քուղիղդ ասում է, всё, я выспался, էներգիան ունեմ։ Բայց դու նորից ես քեզ ուզում քնացնես։ Այն ժամանակ թույները հավաքվում մեր մեջի։ Որովհետև միջև քնելը մարմինը թույն է հավաքում։ Որ դու թունավորվես ու քնես։ Ու այդ քնելու ժամանակ ուղիղը ենթագիտակցությունը, որովհետև անալիզ չկա, ինքը սկսում է քո հարցերից որոշել։ Առանց քեզ։ Մեկ էլ տեսնում եք սա քնած է, բա ինչ անեմ, ինչ չանեմ, ու նորից գնում եք տելևիզոր եք միացնում, կամ մի գիրք եք վերցնում կարդալու, շատ լավ է։ Էսի շատ լավ է։ Բայց եթե նորից ես ուզում պարկես ու քեզ տանջում ես, ուժե դու արթնանալու ես մյուս 3 ժամից կամ 4 ժամից, ուժե թունավոր։ Բայց եթե դու երեխա ես, կամ դաշտում 8 ժամ աշխատում ես, ուժը ստեղ մի 6-8 ժամ է պետք քեզ վերականգնելու համար։ Դուք ասում եք, երբ 11-ին են քնում մարդիկ, բայց կան մարդիկ, որոնք 1-ին են քնում գիշերվա, 2-ին, 3-ին, 4-ին, անգամ 5-ին չի ստացվում քնել։ Սա ինչով է պայմանավորված։ Էլի չի որոշված հարցեր։ Որովհետև ուղիղ փոխարեն, որ ինքը պետք է հարցերը որոշի, քնելու ժամանակ ինքը չի թողում քեզ քնես միջև հարցերը չորոշ։ Որ զգացմունքն է ամենից հաճախ գողանում մարդու քունը։ Չներել, չվերջացրած հարցեր, ատելություն, աբիդաներ, ու ինքը իրան վառում է ու սկսում է իրան ուտել, ինչու ես սենց եմ արել։ Ես սեանսի ժամանակ, այդ անկնության ժամանակ, ես փոխում եմ, որ ինքը գնա հարցերը որոշի, անցյալում, կամ ատմենը անի, ինչու պետք է ես սպասում իմ մեջ ապրեմ 10 տարի, որովհետև այդ մարդը ինձ 20 տարի պարտ կա։ Մեկ անջատում եք այդ պարտ կա, դու ինձ պարտ չես։ Պարոն Ավագյան, կարող ենք հաղորդման վերջում մի այնպիսի փոքրիկ սեանս անենք, որպեսզի մեր հետևորդները նայեն, փորձեն եւ կարողանան հանգիստ քնել։ Կարող ենք։ Իհարկե։ Դե դա թողնենք հաղորդման վերջին հատվածում։ Ասում են, որ հաճախ հարուստ եւ հաջողակ մարդիկ հանգիստ քուն չեն ունենում։ Ասում են, որ հանգիստ խղճով չեն կարողանում իրենց գլուխը դնել բարձի։ Տարատեսակ մտքեր, տարատեսակ լարվածություն, տարատեսակ հոգեվիճակներ, որի հետևանքով մարդը խաթարվում է, հատկապես գիշերվա ընթացքում։ Սա ինչպես։ Ինքը չի կարող լինի հաջող, եթե վատ է քնում։ Հաջող մարդը քնում է երբ ուզում է։ Ես даже էսկալատոր Լենինգրադ մետրոյով իջնում եմ, ես գիտեմ, որ 3 րոպե է ալնելու, բայց ես պետք է շուտ ժամի 8-ին հասցնեմ գործից։ Ու ես 3 րոպե հասցնում եմ լավ քնեմ։ Ինչու՞, որովհետև անցյալ չունեմ։ Դուք չունեք անցյալ։ Չէ։ Ինչպես եք վարվել ձեր անցյալի հետ։ Դե մասնակիցներ են եղել, որ ինձ հետ միասին գնացել են ջինջել։ Ու դրա համար ես խմում եմ, ծխում եմ, բան չեմ հիվանդանում։ Անանցյալ անձնավորություն եք։ Ես այսօր եմ ապրում, օրինակ Արեգը սիմպաթիչնի տղա է։ Ինձ հերիք է։ Ես չեմ նայում, վայ էսի ճաշակով, չի ճաշակով, խիա սենց, չէ, ես ընդունում եմ իրականությունը այս վարկյալ։ Հնարավոր է, որ տարիներ շարունակ ձգվող անքնությունը քողարկի ինչ-որ մի վտանգավոր հիվանդություն։ Փակի ցույց չտա, որ ինչ-որ մի հիվանդության պատճառով մարդ կարող է տարիներով չքնել։ Կարող է։ Դե դավայ մի քիչ խոր մտածենք։ Սա հիվանդանոցների վրա գրած է հիվանդանոց։ Դրա համար որ դու մտնես այնտեղ, դու առողջ դուրս չես գար։ Մեկ էլ ասում եք առողջանոց։ Որովհետև լյուբոյ ցավը
любой դարդը, любой տհաճ երևույթը մարմինի մեջ, մենք ընդունում ենք փաստ վыздоровления, առողջանալ, վերականգնվել, հասկանում եք։ Ու դրա համար այդ ցավը շուտ անցնում։ Բայց մենք պանիկա ենք ընկնում, գնում ենք բժիշկի մոտ, բժիշկը չի թողում, որ մարմինը իր գործը անի, ու դրա համար հիվանդությունը դառնում է քրոնիկական։ Այսինքն բժիշկները խանգարում են։ Այո։ Չէ, ես բժիշկներին հարգում եմ, որովհետև ինձ են փրկել, վիրահատել են, ռեանիմացիա են արել, կյանք են բերել։ Բայց դեղերով, մեղերով բուժվելը անիմաստ է, որովհետև եթե դնթում կա ծրագիր, այդ ծրագիրը չի որոշված չի, ինչքան ուզում ես դեղ խմի, դեղաբույս խմի, էքստրասեքսի մոտ գնա, Չի օգնելու։ չի օգնի։ Խոսեցիք դեղերից, դոկտոր, հետաքրքիր է, մեր ժամանակներում բավականին շատ տարածված են քնաբերները, տարատեսակ որակների, տարատեսակ ազդեցությունների, ոմանք փորձում են հենց քնաբերների միջոցով ունենալ քուն, նույնիսկ առանց բժշկի հարցնելու, ընկերոջից խորհուրդ վերցնելով, վերցնում են գեր դոզավորված քնաբերներ եւ խմում են։ Եկեք խոսենք քնաբերների մասին, որ դեպքում պետք է խմել քնաբեր, արժի խմել թե չարժի խմել եւ ինչպես հասկանալ, որ քնի խաթարման դեպքում ինչպիսի քնաբեր պետք է խմել։ Давайте սենսորան սուքա օրինակ։ Անսպասելի դու մարդ ես կորցրել։ Ու չես կարող ընդունես։ Իրականում քնաբերը պետք է, որ ինքը գոնե 8-10 ժամ քնի։ Ես համաձայն եմ։ Այսինքն անջատի այս աշխարից։ Հա։ Հետո ինքը որ քնել է, վերականգնվել է, այն ժամանակ սուքին ինքը ուրիշ ձևի անայելու։ Միայն այդ դժբախտության եւ սքի ժամանակ է կարելի։ Հա, ես թույլ եմ տալիս եւ սիրում եմ։ Ես էլ կարող եմ օգտագործեմ։ Միջև քնաբերներ դեղերը ստեղծել, օպիում եմ օգտագործել։ Օպիում մակ։ Դոկտոր, միայն այդ ժամանակ եք դուք խորհուրդ տալիս, որպեսզի օգտագործեն, բայց այսօր էլ մարդիկ հաճախ են օգտագործում, շատերը առնում են, որպեսզի խմեն ու քնեն, չեն կարողանում, ուրիշ ելք չունեն, նման մարդկանց ինչ խորհուրդ կտաք, անքնությամբ տառապող մարդկանց, ինչ կասեք։ Մի հատ բառ ասեք, վակրուկ, շուրջ, ու հաշվեք միջև 66 կամ 108, 66 ապկապաս է շուրջ, վակրուկ, ու չես պատկերացնում ոնց ես հարավուտ արտանում։ Ոմանք ասում են նաև, որ շնչառական տարբեր վարժություններով են կարողանում քնել, դա խորհուրդ տալիս եք։ Հա, որովհետև շունչը դա առաջինն է, որովհետև շունչ չլինի, մենք չենք կարող լինենք լիարժեք, մենք չենք կարող вообще ապրենք։ Դրա համար կա յոգայով, ինտերնետով բացեք լիք կա յոգաների վարժությունները, որ իսկականից լավ քնաբեր է։ Դուք ինչ եք առաջարկում անքնությամբ տառապող մարդկանց, ինչ բանաձև ունեք, որն է ձեր դեղատոմսը։ Ինքը իր վրա վստահ չի։ Ինչ անի, վստահ չի, լավ։ Դու մասնակից գտիր, որտեղ է ինքը կորցրել իրան եսը։ Այն ժամանակ մասնակետը գտնելու է այդ տեղը, որտեղ ես կորցրել, վերադարձնի քո եսը քեզ, ոնց շամանները բարաբանով բան են անում, ինքը ինչ են անում, իրանք հոգին, որ կորցրել է, վերադարձնում են, ու դրա համար մարդը առողջանում է, ու դաժե ես նոր իմացա, որ գուբերնատորները շատերը գնում են շամանների մոտ, նույնն էլ մեր գործն է էպիգենետիկա, բայց առանց բարաբան 3 օր մուխամոր չեն տալիս, որ դու 3 օր անջատվես։ Մերը հա, նույն բանն է, եսը վերացնել եւ վերադարձնել։ Որ այդ մարդը ինքը որոշի, երբ քնի, երբ արտանա, երբ որտեղ գնա, կռիվ անի, կռիվ չանի, փող աշխատի, փող չաշխատի, հանգստանա կամ չի հանգստանա։ Ես եմ որոշում։ Ոչ բա հանկարծ, բա բարիկամաս, բա անգերս, բա պարտականությունս։ Ես դա ջնջում եմ սա։ Ինքը դառնում է գիտակցաբար եւ դրա համար ոչ մեկ էլ չի նեղացնում
հա, ու չնեղացնելու միջոցով դուխ է տալիս։ Լյուբոյ մաճախուրտը, լյուբոյ տեղ, որ գտնում է, մտնում է, սաղ մարդիկ իրա վրա են նայում։ Ինչու՞։ Որովհետև էներգետիկ դաշտը այնքան ուժեղ է, որ այն ով պակաս ալնում էներգետիկ դաշտը, սկսում են նայել ձեզ։ Երեխու վրա խի են նայում եւ ուրախանում, որտեղ միլիարդի էներգիան ավելի շատ է, քան թե մեզ մարդու։ Դա երեխուն չեն սիրում, իրանք սնվում են երեխեքից։ Այն կացի բանը, որ դուք փչաշկեն բռնում եք, որ վարվում է ձերքը, ինքը չի վարվում։ Այդ կացը ինչա, կաց բաժակը, մեջին մալիկոլաները սկսում են մտնել քու մալիկոլաների մեջ ու տեղաշարժանել։ Բայց մեզ համար սենց ենք անում։ Սեղ ուժը ռեգուլիրովկա է պետք, մալիկոլաները համ ուղիղը մեջ է, համ շփում է մեջի։ Ասում է, այս մարդը վատ է, այս մարդը լավն է, որովհետև այն մալիկոլաները, որ դու վերաբերվել ես այդ միջոցով, այդ մալիկոլաները քեզ հրում են, չեն թողում, որ դու շփվես։ Ու դրա համար, բայց իրեսով երևում ասում է ինքը վատ մարդ է, ինքը իրականում մարդ չի, վատ մարդ չի։ Պրոստը չի բռնում մալիկոլաների շարժումը իմ մեջ եւ իրա մեջի։ Հաճախ անքնությունը բերում է շատ վտանգավոր, անբուժելի հետևանքների եւ հիվանդությունների։ Խոսենք անքնությունից առաջացող վտանգավոր եւ անբուժելի հիվանդությունների մասին։ Որոնք են դրանք, որովհետեւ շատ մարդիկ անքնության մեջ են, տառապում են անքնությունից, բայց այդպես ասած լուրջ չեն վերաբերվում դրան, բայց այնինչ դրա տակ վտանգներ են թաքնված։ Եկեք խոսենք այդ վտանգների մասին։ Դե եթե հիշում եք, շատ երեխեքը գիշերը ճիշտ են անում։ Եվ ատամները կծում են, ճռռում են։ Այդ ինչ է նշանակում, որ ես իմ տարածքս չկարացա ցերեկով նշեմ, ճիշտը ինչ է, տարածքը նշելն է իրականում։ Ինձ պապան մաման չեն թողել, միշտ նկատողություն, միշտ կոնտրոլ, ես չեմ իմացել, ես ով եմ այդ ընտանիքում։ Շարփշուր, դու մեղավոր ես, ամոթ խայտարակ, տուդա-սուդա։ Հա, ինքը ուժե գիշերի ժամանակ անալիզ չունի։ Ու մարմինը ինչ ուզում անում է, գուլատ անում։ Հասկացա, ու սկսում է չի շիկանել ամեն տեղ։ Առավոտ արթնանումը նորից են արձակվում, խայտարակ ամոթ, ինչ ես արել։ Ու կծելը, ինչ է, այդ երեխեն օրվա ընթացքում ուզել է հոշոտի պապային, մամային, բարիկամներին, բայց չի կարելի, վախում է։ Ու սրա համար ատամները ճարդում են գիշերը իրանք։ Ու հետո ասում է, վայ ատամներս թափվում է, ինչից, որտեվ գիշերը կարելի է, որ անալիզ չկա, ցերեկը չի կարել։ Դոկտոր, դուք ասում եք, որ կարողանում եք անքնության դեպքում մարդկանց օգնել, հանել այդ ծանր վիճակից եւ ապահովել հանգիստ եւ որակյալ քնով։ Խոսենք դրա մասին։ Ինչպես եք օգնում անքնությամբ տառապող մարդկանց։ Առաջինը ինձ հետաքրքիր չէ անքնությունը։ Ինձ հետաքրքիր է պատճառը։ Երեք օնլայն աշխատեցի Ամերիկայում, ասում եմ դոկտոր 10 տարի առանց դեղ չեմ կարող քնեմ։ Ասում ինչ ա եղել 10 տարի առաջ։ Վայ, վատ դեպք, ինչ, աղբորը սպանել են։ То есть ինքը միջև հիմա աղբորը չի կարող բաց թողի։ Պատճառը դա է, որ չի կարող քնի, որովհետև աղբորը այդ սպանությունը աչքի դեմ է։ Բայց ինքը վրեժ չի լուծել սպանողին։ Եթե ինքը գնա սպանողին վրեժը լուծի, անքնություն անցնելու է։ Բայց ես ոնց եմ անում։ Ես մարդուն ուժը դատել են։ Ես չեմ գնա Բերդ իրան տանեմ գաղութ, որ ինքը դեռ գնա իրան հարցերի որոշ։ Բայց սենց մի հատ նուրբություն կա։ Միտքը եւ իրականությունը ուղիղը ընդունում է նույնը։ Նույն բջիջներն են աշխատում։ Խի առավոտ մարդը չի արթնանում։ Առավոտ արթնանում է ինսուլտ, ինֆարկտ կամ մեռնում է։ Ուշադրի նայեք, շտապօգնությունը առավոտ է գալի։ Ինչու՞։ Որովհետեւ այնքան կորտիզոլ է արտադրել միջև քնելը, որ այդ կորտիզոլը
այնքան է կուտակվել կորտիզոլ ինչի համար է պետք, որ ինքը գնա հարցերը որոշի։ Էներգիա է էսի։ Իրականում մեզ կորտիզոլը պետք է, բայց եթե չի որոշում, ինքը նորից է արտադրում կորտիզոլ։ Ու մեկ ձևեր կա, մեկ վերադարձնում է ուզում օնլայն, ուզում օֆլայն, մեկ վերադարձնում ենք դեղ, ինքը դեղ հարցերը որոշում է։ Երեք երկու հատ թուրք ենք մորթել, որովհետև թուրքը սպանել է իրան մամային, բռնաբարել են և սպանել են։ Մենք գնացել ենք թուրքերին մորթել ենք, հետո ինքը չինշումը չափում է եկել է տեղ, բայց եղել է 180-110։ Մտքով եք գնացել եւ սպանել։ Հա, որովհետև իմացեք, որ միտքը եւ իրականությունը նույնն է, պրոստը ձևեր կա, որ տանես։ Դուք մարդուն մտքով եք տանում։ Հա, չէ, իմ էներգիայով եմ տանում այն տեղը, որտեղ եղել է դեպք։ Իսկ այդ էներգիան ինչպես եք գեներացնում, մարդուն վերցնում եւ տանում։ Զգում եմ ես։ Համեստ եք դուք դոկտոր։ Շատ համեստ։ Ես չեմ հոգնում խոսամ համեստության մասին։ Բայց իրականում այդպես չեք։ Խի համեստ եմ։ Համեստ եք։ Ամենահամեստ մարդը ես։ Չէ, պարզապես ճշգրտող հարցեր։ Հո։ Ես շատ համեստ մարդ եմ։ Երբ մարդկանց օգնում եք, մարդիկ ունենում են երջանիկ եւ որակյալ կյանք, դուք էլ ղեկավարում եք մի կենտրոն, որը կոչվում է կյանքի որակ։ Ինչ է զգացողություններ են ձեզ պատում։ Սիրում եմ։ Ձեզ։ Դե եթե ես չսիրեմ, ես ոնց կարամ այդ սերը արտահայտվեմ քեզ։ Չի լինում։ Իսկ երբ մարդկանց եք օգնում, Էլի իմ սիրո միջոցով ես իրան հոգատար եմ լինում իրան բջիջների համար։ Այդ բջիջների արթնանում են, որովհետև ես իրենց հետ պայմանավորվում եմ, բայց չգիտեմ, չեմ կարող բացատրել դա ոնց է լինում։ Հիշում եք Էյնշտեյնը, ասում է, փնտրեք լուրջը այնտեղ, որտեղ ծիծաղելի է եւ անհավատալ։ Ես փնտրում եմ դա։ ինչպես եք կարողանում այդ էներգետիկ բուժումը փոխանցել հատկապես այն ժամանակ, երբ աշխատանքը եւ սեանսը on-line է։ Կա տորսիոն դաշտ։ Ես տորսիոն դաշտով եմ աշխատում։ Եվ մեկի մասի մտածում ես ինքը զանգում եմ։ Պրոստը ես պրոֆեսիոնալ եմ այդ մոմենտում։ Ուզում ամերիկալին, ուզում լուսինի վրա կամ Մարսում։ Ես իրան զգում եմ։ Ձեր էներգիան նաեւ օվկիանոսներն է հատում։ Հա։ Փորձված է։ Փորձված։ Իսկ առերես էլ ավելի էֆեկտիվ չի ստացվում բուժումը։ Դա ձեր ասածա հոգեբանությունը։ Լացել պատմել 40 տարի։ Չէ, մերը ամենաշատը մի ամիս, երկու ամիս է։ Ինչ է ստացվում, դուք չեք ընդունում առհասարակ հոգեբանություն գիտությունը։ Ընդունում եմ, որ եթե ավելի լավ հոգեբանին արտահայտվես, կամ թե հարևանին, որտեղ կոզերը մի բաժանի։ Եթե մի բանը ցավում է, ինչու հարևանը պետք է իմանա։ Ու քո հիվանդություն դառնում է քրոնիկական։ Եթե բոլոր գիտեն, որ դու լավ չես, իրենք չեն թողում դու բուժվես։ Այսինքն խնդրի եւ հիվանդության մասին, որքան քիչ մարդ իմանա, այդքան շուտ կապակինվես։ Հա։ Եթե օրինակ դու լուրջ հիվանդություն ունես ու սաղին պատմել ես, դու չես բուժվելու։ Որ իրենք չեն թողելու, որովհետեւ անդադ քեզ նայելու են որպես դիակ։ Բայց այդ էլեկտրոմագնիտական փաստա, որ հեռախոսով խոսում ես։ Դու չես տեսնում ոնց ես խոսում, բայց խոսում ես։ Նույնը ուղիղն է աշխատում։ Եթե ինքը գիտե, որ դու ոչինչ ես, ինքը միշտ նշելով է, որ դու ոչինչ ես, որովհետև դու երեք ասել ես, իմ երեխաս հիվանդ է, ես անպաշտպան եմ։ Ինչու՞ բայց։ Կարող է քո հարևանը քեզ բուժի։ Չէ։ Ինքը խիղճ է միացնելու։ Խիղճն էլ քո մահն է։ Այդ խիղճն էլ էներգիա է տանում։ Եկ խիղճը առաջին մեղքն է։ Ինչպես միշտ դուք ասում եք, մարդկանց չպետք է խղճալ։ Չէ։ Աղքատին մի օգնեք։ Ձեզ շատ քննադատեցին այդ արտահայտությունների համար։ Գիտեմ։ Հաճելի է։ Դա անվճար էներգիա է։ Ով ձեզ ատոմա, ուրախացեք, ինքը ձեզ բարձրացնում է։ Ով քեզ սիրում է ու անդադ իրան խանչալը հետևից է։ Եթե շատ են ասում դու լավն ես, խանչալը սպողում։ Ամեն դեպքում զգուշանալ է պետք։ Դոկտոր, ինչպես է ստացվում, որ ավելի շատ հոգնած մարդիկ հաճախ բողոքում են, որ որքան հոգնած են լինում, որքան շատ են հոգնած լինում, այլ ավելի դժվար է լինում քնելը։ Ասում են, որ այդ քնելու Դե լավ, ես երևի եղել է ձեր
հորոտումի ժամանակ ես սպորտսմեններ եմ վերցրել 20 հոգի, 20 հոգի առանձնացրել են 40 կարատեի բան մասնակետ։ Այդ 20 հոգուն ասել ենք գնում ես, վերջացնում ես բանը, պարապունքը ու ասում ես, ես վերջացրել եմ այդ օրը, ես պետք է գնամ տուն, հանգստանամ, ուժ հավաքեմ, վաղվա ավելի արդյունքավետ համար։ Այդ 20 հոգու չենք ասել, բայց այդ 20 հոգին ասել ենք։ Էքսի օրը տրեյները մարզպետ ոնց են ասում։ Մարզիչը։ Ոչ։ Զանգում ինձ ասում 30-40% այդ 20 հոգին ավելի աշխուժ են եղել, քան թե այն մարդկանց, ով չենք ասել։ Ինչու՞։ Դու գալիս ես հոգնած տուն, ես հոգնած եմ, ես այնքան եմ տանջվել, այնքան եմ չարչարվել, ու սենց պարկում ես, դու առավոտ արթնանալու ես չարչարված եւ հոգնած։ Այսինքն պետք է նախորդ օրը պլանավորել եւ ծրագրել, թե ինչպիսի օր ես ունենալու վաղը, օրինակ։ Եվ դու դրանով հանդերձ փորձում ես քո ուղեղին, մտքերին հասցնել կարևորը հավատ չի լինի։ Պրոստը էշեշ ասա։ Այդպես։ Հա։ Ինչքան հավատում ես, այնքան հակասում ես։ Դա փորձել եք դուք։ Բայց երեք հատ փաստ կա, որը մեզ սպանում է, հավատը, հույսը, սպասում։ Դե դավայ, ով ինձ նայում է, հարցնենք։ Երբ այդ 3 բանը ձեզ հաջողություն տվել։ Երբեք չի տվել։ Դրա համար անջատ եք հավատը, հույսը, սպասումը, ու դուք լինելու եք հաջող հետաքրքիր մարդ։ Իսկ սերը, սերը էլի գալիս, եթե դա անջատում ես։ Բայց սեր սպասումը նույն սպասումն է։ Ինչ ուզում ես սպասի, էսի սպասումն է։ Սերը չի գալու երբեք։ դոկտոր, առհասարակ մարդիկ չեն պատկերացնում իրենց կյանքը առանց ձեր ասած հավատի։ Ինչպես կարելի է ապրել։ Առանց հույսի, ինչպես չհավատալ այսօր ինքդ քեզ, ինչպես չհավատալ քո վաղվա օրվան, ինչպես այդ վաղվա սպասումից դու հույս չունենաս։ Դուք այսպես ասած նախընտրում եք տվյալ օրով, տվյալ պահին ապրելու երջանկությունը, չմտածելով վաղվա մասին։ Դե գիտես, եթե ես այսօր շատ լավ վիճակում եմ, ինձ հետաքրքիր չի ինչ ալնելու վաղը։ Վաղը կրկնվելու է լավ վիճակ։ Հիշում եք Էյնշտայնը, ասում է, եթե դու այսօր ապրում ես նույն ձևի ոնց երկ, ինչու ես զարմանում, որ վաղը ապրելու ես նույն ձևի ոնց այսօր։ Չգիտեք։ Դրա համար եթե հույս, հավատ, սպասում չունես, դու վաղը այսօր այս վարկյանում ես ապրում։ Այդ վարկյանը որ ապրում ես, այնքան ծաղիկներ ես տեսնում։ Այսինքն չկարելի ապագայի Այնքան վրա սիրուն մարդ ես տեսնում։ Դոկտոր, այսինքն ապագայի վրա երազանքներ, նպատակներ, ծրագրեր պետք չի ունենալ։ Չէ։ Ես որոշել եմ դա իմն է։ Ինչու սպասեմ։ Լավ, այսինքն դուք բացառում եք մարդու մոտ երազանքը, նպատակը, որ ինքը նպատակ ունի եւ այդ նպատակը պետք է իրականացնի, օրինակ 3 ամսվա ընթացքում, 1 տարվա ընթացքում։ Դե գիտեք, եթե ինքը նշում է, ինքը ուժը էլ չի ապրելու։ Ինչու՞։ Որովհետև իրան գիծը վագոնի գիծն է դառնում։ Որոշել է, որ 3 ամսում այդ նպատակը պետք է իրականացնի։ Դու այդ 3 ամսը չես իրականացնի։ 1000-ից 1-ը իրականացնի։ Կարող է այնպես է ստացվում 2 ամսում եմ իրականացնում։ Կարող է։ Բայց եթե ինքը հետևո չի չղի։ Եթե ես մասնակցում եմ process-ի մեջ, այն ժամանակ կարող եմ մի շաբթից ստանալ։ Բայց եթե նպատակ եմ դնում 3 ամսվա վրա, ուղղը էշեշ ընդունում է այդ գիծը, մնացածը սաղ կորում է։ Հետո դու 3 ամսից հետո երկարաշարժ ալնում կամ մարդասպանություն ալնում ու դու չես ստանում, միացվում է ոնկոլոգիա։ Դոկտոր, անքնությունը ինչ հիվանդություններ է ծնում։ Նևրոզ։ Էլ Ամեն ինչ։
Անբուժելի հիվանդություն։ Անբուժելի հիվանդություն։ Հիշողության կորուստ։ Հիշողության կորուստը ինչ է, որ իմ բջիջներս ես ավելի շատ եմ ծախսում ձեր ասած սպասումի, նպատակի, հա, ու եթե ապագայում ես չեմ ստանում 3 ամիս ես այնքան եմ սա դիրքը դրել այդ նպատակի ժամանակ, չեմ ստանում, սկսում է աուտոիմուն, ես ինձ սկսում եմ ընդունել որպես ոչնչություն, աուտոիմուն հիվանդություն, то есть դանդաղ ռակ է էսի։ Ռակը կարող է մի տարուց մեռնես 5 տարուց հետո, սա 20 տարուց հետո, բայց ուժը մահը սկսվավ, որովհետև դու հույս ես պահել, նպատակ ես պահել։ Որն է ամենամեծ սխալը, որ մարդիկ հաճախ անում են, երբ չեն կարողանում քնել։ Որովհետև նայում են ժամին, որ ես պետք է քնեմ, որ վաղը շուտ արտանամ։ Բայց իրականում ես շուռ եմ տալիս մի 2 ժամ։ Այ մարդ քունը չի տանում։ Ինչու ես գնում քնել։ Եթե չես ուզում զուգարամ, գնալ ես ուժ տաս։ Չես ուզում քնում, ինչու ես պարկում։ Սպասի միջև ուժը սկսվի, հետո գնա պարկի։ Մարդիկ հաճախ ասում են քնելուց առաջ ցանկանում են հեռուստացույց դիտել, ականջակալներով երաժշտություն են լսում։ Որովհետև իրանք վախում են լինեն ինքը իր հետ։ Ես մենակ հաշ չեմ ուտում, մենակ թատրոն չեմ գնում, մենակ ռեստորան չեմ գնում։ Это страх перед собой. Он себя боится. Ինքը իրան վախում է ինքը իրանից։ Նայում ես տրամար տելևիզորի ասում, գիրք կարդում, որ դուրս գա իրանից։ Ինչ է ստացվում, անքնությունը հիվանդություն է։ Անքնությունը պրոբլեմա, քրոնիկական պրոբլեմ։ Այդ պրոբլեմով է Դա հիվանդություն չի։ Ով է ստեղծում պրոբլեմը։ Իրան ձեր ասած նպատակի հասնելն է։ Բայց չի հասել տրամար անքնություն։ Անքնություն դոկտոր։ Տրամար անքնություն։ Ես հասկանում եմ, դուք փորձում եք Արցախի բարբարով ասել շատ գեղեցիկ, բայց այդպես է ստացվում։ Դոկտոր, խնդրում եմ ասել, շատ հաճախ անքնությունը մարդու մոտ ի հայտ է բերում ագրեսիվ պահվածք։ Անձը ագրեսիվանում է։ Այդպես է։ Ինչու, որովհետև ինքը քնելու ժամանակ չի ստացել այն էներգիան, չի վերականգնվել, դրա համար ագրեսիան դառնում է իրեն զենքը, որ ինքը ստանա էներգիան նեղացնելով, ծեծելով, ջարդելով, փշրելով, իրեսով տալով։ Այսինքն ագրեսիվ մարդու պահվածքը բնավորությունը տվյալ մարդուն չի, դա պատճառ է անքնության։ Մենակ անքնության չի, անպաշտպանվածության, անկարողության, անքնության, չի որոշված հարցերից եւ ինքը ուզում է արագ ստանա էներգիան, որը ինքը կորցրել է, ագրեսիայի միջոցով։ Ագրեսիան դառնում է իրան զենքը, ավտոմատ։ Մեկը նեղացնելով ինքը սենց անում։ Ինչ թեթևանում է։ Մեկը լացացնելով թեթևանում է։ Հիմա մեր աղջիկները գալիս են ասում են դոկտոր, մեր կիսուրները ասում են, որ ես փչացած եմ։ Ասում ինչու։ Ասում են դե որ ուժը գորմա վրես ես չեմ լացում։ То есть կիսուրը ամեն լացացնելով երկարացնում է իր կյանքը։ Իսկ հիմա չի կարող սկսում է կռիվցնի իրան տղային հարսի հետ, որ բավարարվի։ Ճուկեցի, վամպիրիզմ վիզդե, ամեն մարդը վամպիր է։ Եթե մաման վատ վիճակում նա, կիսուրին չի կարող արտահայտվի տատիկին, պապային, ինքը հարսակվելով է երեխեքի վրա։ Երեխեքին ռակ ստեղծելով, վերադարձնելով է էներգիան։ Լուբոյ վերավորանքը ապագայի ռակա, իմացեք։ 90% իշքան ես օնկոպսիխոլոգ եմ ես, օնկոհոգեբան եմ, իշքան ռակ է մարդկանց հետ խոսել եմ։ Ես հարցնում եմ, ինչ կլինի ամենավատը, եթե քո մեջ ռակ չլինի։ Ասում եմ, դոկտոր, ես ինչ ես խոսում։ Ասում նորից եմ հարցնում, ինչ կլինի ամենավատը, եթե դու բուժվես։ Ասում, չէ, նորից եմ ասում։ Ու սկսում եմ լացել։ Որ եթե ռակ չլինեմ, նորից մազերով կքաշքշեն, նորից նկատողություն կանեն, նորից կծեծեն, կչապալախեն, ձեր կառնեն։ То есть ինքը խոստովացեց, որ իրան մարմինը էլ չի կարող
ենթարկվի բարիկամների շրջապատի հետ, միացրել է մի հատ հիվանդություն, որ սա հետևից վազեն։ Ինքը ուժը ենթագիտակցությունը հետաքրքիր չի, ինչքան ես դու ապրելու, գոնե այդ 2-3 ամիս ես հանգիստ լինեմ։ Ու ռակի հիվանդները շատերը ինձ խանգարում են, վախում են դուրս գան, որովհետև հին կյանքը նորից կվերադառնա։ Պատկերացնում եք։ Սենց բացահայտում, ես էլ եմ գժվել, նյուժել է լյուբոյ հիվանդությունը օգտակար է։ Մենք դեռևս այդ հիվանդության մասին կունենանք ավելի ընդարձակ ծավալուն հաղորդում եւ ձեր խորհուրդներով կփորձենք զինել նման խնդիր ունեցող մարդկանց, որպեսզի իրենց կյանքի օրերը, տարիները ել ավելի երջանիկ անցնեն։ Դոկտոր, ձեզ մոտ շատ մարդիկ են գալիս եւ գալիս են անձնական սեանսների եւ ձեզ մոտ կան դասընթացներ, որին մասնակցելով մարդիկ կարողանում են իրենց կյանքում կարևոր փոփոխություններ անել, իրենց հոգեբանական աճին նպաստող դասընթացներ եք իրականացնում։ Հատկապես որ մարդիկ են գալիս այդ դասընթացներին մասնակցելու եւ այդ դասընթացներից դուրս իրենք ինչեր են սովորում եւ իրենց հոգեբանությունը ինչպես են կարողանում պաշտպանել։ Չհանձնվող մարդիկ են գալիս ինձ մոտ։ Ինձ մոտ գալիս են ինտելիգենցիա։ Даже MGU պրոֆեսոր ունենք, մեր հաճախորդ։ Լոնդոնի պրոֆեսոր ունենք, Օքսֆորդի պրոֆեսորներ ունենք, իմ հաճախորդներից են։ Ասում եմ, մենք ճիշտ ասած ամանչում ենք, որ եկել ենք քո մոտ։ Բայց մենք որ լսում ենք, հասկանում ենք, որ այդքան դժվար չի լավ ապրել։ Լավ ապրելու բանաձևը մարդիկ դժվար են գտնում։ Գիտեք, ասма первичное сильнее вторичного։ Ոնց է, չգիտեմ։ Առաջին ավելի ուժեղ է, քան երկրորդը։ Ու первичное это միրանցալն է։ Այսինքն ինչ է նշանակում, մեկ կյանքը մեզ համար քիչ է։ Չէ։ Ճիշտ ապրելու համար մի քանի կյանք է պետք։ Դե նայեք, 12 սերունդում ինչքան կուտակվել է պրոբլեման։ Վերջին։ Նստված կտալես մեր վրա։ Ու մենք գիտենք, թե մենք ենք ապրում, բայց իրականում 12 սերունդն է ապրում։ 12 սերունդն է մի 4-5000 մարդու կյանք ենք ապրում։ Ձեզ չի եղել, որ արտահայտվել եք ու հետո փոշմանել։ Դա դուք չեք եղել, տատն է եղել, որովհետև նման դիրք է եղել։ Որ լիմոնը պատկերացնում ես, ինչու է թթու գալի։ Որովհետև 40 տարի առաջ դու լիմոնը կերել ես, ուղիղ դնթն ընդունել է, որ լիմոնը թթու է։ Հիմա դու մեկը ասում է, ես խոզ չեմ սիրում, դու վատանում ես օրինակ։ Որովհետև խոզի վախել ես 3 տարեկանում։ Բայց դու չես հիշում, որ 3 տարեկանից դու խոզից վախեցել ես։ Բայց ինքը ասում է, խոզ սիրտը տարագ խփում։ Կամ չես ուզում։ Это все первичное. То есть մենք չենք ապրում մեր կյանքով։ Я էպիգենետիկ։ 35 տարի այդ գործի մեջ եմ։ Մենք չենք ապրում մեր կյանքով։ Ես ստեղծում ենք ուրիշների մամային սկսած, առաջինը մաման է։ Համ Աստվածը, համ Սատանան մաման է։ Հետո մամային, պապային, մամային ցեղը գնում, եթե մենք տղակ ենք։ Եթե աղջիկ ենք, իհարկե, էլի շատ կատեգորիկ եք խոսում, դոկտոր։ Հա, եթե աղջիկ ես, դու ուժը մամանա, պապան միասին, որովհետև աղջիկը ավելի պատասխանատու է։ Պատկերացրու, իրանք այնքան ուժեղ են այդ աղջիկը։ Իսկ տղաների դեպքում։ Տղաների դեպքում մամայի գիծն է գնում 70-30 պապայի։ Այսինքն մամայի տոհմի մարդկանց Հա, քո կյանքի որակը, քո մամայի, պապայի կյանքի որակն է։ Ուզում ես պայթի։ Հասկանում եք։ Եթե աղջիկ ես, պապայի մամայի կյանքն է։ Ես որպես էպիգենետիկ գնում եմ դեղ եմ հարցերը որոշում, հետո գալիս ենք ստեղ, ասում եմ դոկտոր, դխտոս չունեմ, ուրուսկ չունեմ, էսի չունեմ։ Բայց ես չեմ ուժել հիվանդություն։ Ասում եմ ինչ որակը փոխում ենք, ծրագիրը փոխվում է։ Ուղիղ ասում ես հիվանդությունը ստեղ ինչ գործ ունի։ Եվ դոկտոր եկել է այն պահը, որպեսզի մեր հետևորդներին ներկայացնենք հանգիստ եւ որակյալ քուն ունենալու համար ինչ պետք է անել։
Համեցեք։ Նաև մեր հետևորդներին ներկայացնենք, որ դոկտոր Միրզաբեկը հատուկ սեանսով է եկել, դոկտոր Միրզաբեկի սեանսը նայեք եւ փորձեք, կարողանում եք էլ ավելի հանգիստ քնել, թե ոչ։ Կտեսնենք։ Չէ՞, ճիշտ ասացի դոկտոր։ Okay։ Համեցեք։ Ձերքը դնում եք գլխին ու ասում եք կպչուն մտքերը ձեր 0-ից 10-ը ինչքան է ձեզ խանգարում։ Ու ընդունում եք։ Ու ասում եք, ես խոստովանում եմ բոլոր մտքերիս, որը ապահովում է իմ անվտանգությունը։ Ու խորշինչում եք։ Հետո ձերքը դնում եք կրծքավանդակի։ Այդ տեղը պատասխանում է զգայարանների։ Ու ասում եք, ես խոստովանում եմ բոլոր զգայարաններին, ու կարող է վախ, անամոթ, կամ ջղայնություն, չորոշված հարց, տարբերություն չկա, ու դա նշում եք։ Ես խոստովանում եմ բոլոր զգայարաններին, որը ապահովում է իմ անվտանգությունը։ Ու դրանք տեղ եմ տալիս, ու խորշինչում եք, գլուխը տանում եք մինչև վերջ, ուսերը եւ գլուխը, ու խորշինչում եք։ Հետո ձերքը դնում եք փորի տակ, ու նայում եք մարմինի զգայարանները։ Ինչ ասում։ Ես խոստովանում եմ իմ բոլոր բնազդներին, փախչել, հարձակվել, փակնվել, հա, ջղայնանալ, եւ որը ապահովում է իմ անվտանգությունը։ Ու նորից ուսերը հետ, գլուխը հետ, կթով խորը շնչում եք։ Հետո նորից եք ձերքը դնում ճակատի վրա, ու տեսում եք ինչքան է 0-ից 10-ը օրինակ չափը։ Ահա, տեսում եք, մի քիչ հանգստացավ։ Ես խոստովանում եմ իմ բոլոր կպչուն մտքերին, ինչը մնացել է, որը ապահովում է իմ անվտանգությունը, խորշնչում եք։ Էլի մինչև վերջ, գլուխը հետ, ուսերը հետ։ Հետո նորից դնում եք կրծքավանդակին։ Ինչ է մնացել կրծքավանդակում։ Ահա, օրինակ, կեսը է մնացել։ Ես խոստովանում եմ բոլոր իմ զգայարանների, ինչը մնացել է, որը ապահովում է իմ անվտանգությունը։ Ի խորը նորից ուսերի հետ, ու այդ զգայարանները շատ մորցացնում եք ու բաստողում։ Հետո նորից փորի տակ, ես խոստովանում եմ իմ բոլոր բնազդներին, օրինակ, եթե լարված է ոտերես, значит ուզում ես փախչես, չէ՞։ Որը ապահովում է իմ անվտանգությունը։ Ու նորից ուսերը վերջ։ Ու բաստողում։ Միջև թեթվանակ։ Դա 5-7 րոպե է տևում, ու այդ ժամանակ կարաք նորմալ քնեք։ Շնորհակալ եմ դոկտոր, մեր հետևորդները հիմա վստահ են, որ կփորձեն եւ արդյունքները կնկարագրեն այս հաղորդման մեկնաբանությունների բաժնում եւ նաեւ մեր հետևորդներին կարող եմ ասել, որ ձեզ հուզող հարցերը, որոնք ձեզ տանջում են, ձեզ անհանգստացնում են, կարող եք մեկնաբանությունների բաժնում գրեք, հաջորդ հաղորդմանը ես կուղղեմ մեր մասնագետին եւ նա կտա ձեր բոլոր հարցերի պատասխանները։ Դոկտոր, եւ վերջում եկեք մեր դաժե դասեր ունենք on-line Ամերիկա, Կանադա, Եվրոպան, Ռուսաստան, գալիս են մեր դասերին, ունդեղ ձեր կսովորացնեմ, որ ապագայում դեղ չխմեք, ու դուք կարաք բուժեք ձեր հարազատներին կամ դաժե տրանով լիքը աճախորդ ունենք, որ փող են աշխատում, որովհետև որտեղ եք տեսեք կես ժամում քրոնիկական պանիչսկի ատակա, հա, տագնապը անջատի։ Մեզ մոտ դա կարելի է 10 րոպեում կամ կես ժամ։ Շնորհակալություն դոկտոր։ Շնորհակալություն, որ եկաք։ Կրասավչիկ։ Շնորհակալ եմ փոխադարձաբար։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Հյուրս կյանքի որակի կենտրոնի հիմնադիր, էպիգենետիկ, հոգեսոմատիկ, օնկոհոգեբան, քվանտոհոգեբան Գեորգի Ավագյանն էր, նույն ինքը դոկտոր Միրզաբեկը։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, կհանդիպենք։